Միջազգային իրավունքի տեսակետով ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2021 թվականի նոյեմբերին, հավելելով. Հայաստանը ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հաշվի առնելով այդ հանգամանքը միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը եւս Ադրբեջան է։ Ռուս քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների եւս մի քանի հայտարարություններ կներկայացնենք, որոնք արվել են 2020 թվականին եւ պատերազմին հաջորդած տարիներին։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին 2021 թվական հոկտեմբեր։ Մոսկվայի հյուրասենյակներում քննարկում են, որ Հայաստանը կամ դատապարտված է վերադառնալ դեպի Ռուսաստան, կամ դատապարտված է։ Մարգարիտա Սիմոնյան, 2020 թվական սեպտեմբեր։ Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետև ողջ Ռուսաստանը։ Հակահայ ելույթներով հայտնի ռուսաստանյան քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյան, 2020 թվական նոյեմբեր։ Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ իրականացրեցինք բարդ օպերացիա։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու, 2021 թվական մարտ։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով, 2023 թվական փետրվար։ Այս իմաստով թերևս ամենատպավորիչը մեր իշխանական հասարակական գործիչներից Ալեքսանդր Դուգինի խոստովանությունն էր։ Դուգինը 2021 թվականի ապրիլին հայտարարեց. Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ, այժմ հերթը Բաքվին է, միանալ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Եթե չլիներ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Թուրքիան ի վիճակի չէին լինի վերադարձնել Ղարաբաղը։ Բազմաթիվ են փաստերն ու ապացույցները, որոնք աղաղակում են այն մասին, որ Հայաստանի ողրիմ թշնամին ռուս-թուրքական տանդեմն է։